Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր կիրակի է եւ ես ավանդույթի համաձայն իրականացնում եմ անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունների վերլուծություն եւ ամփոփում։ Թերևս այս ձևաչափը առիթ է, որ մենք հաշվենք նաեւ տարվա հերթական շաբաթները, ավարտում է 2025 թվականի 41-րդ շաբաթը, որը սկսել էր հոկտեմբերի 6-ին եւ ավարտվում է այսօր մի քանի ժամից հոկտեմբերի 12-ին։ Այսօր մեր մայրաքաղաքի Երևանի տոնն է եւ ես ուզում եմ շնորհավորել համայն հայությանը մեր սիրելի մայրաքաղաքի տարեդարձի կապակցությամբ եւ հատկապես մեր մայրաքաղաքի բնակիչներին մեր սիրելի Երևանի տոնի կապակցությամբ։ Իհարկե այս իշխանությունների օրոք բոլոր տոներն են, որոնք կորցրել են իրենց իմաստ եւ նշանակությունը եւ անհարկի աղմուկ բարձրացնելով ամենուր փորձում են մեր հասարակությանը շփոթեցնել, մոլորեցնել տարբեր տոնական ֆեստիվալներով, իրադարձություններով եւ Երևանի տոնն էլ այսօրվա միջոցառումներն էլ այդ շարքից էին։ Բայց քաղաքի բնակիչները իրապես կարող են տոնել իրենց սիրելի քաղաքի տոնը, եթե նրանք ապրում են այդ քաղաքում բարեխնամ պայմաններում եւ զգում են քաղաքի իշխանությունների իրենց հանրային ծառայություններ մատուցող մարդկանց սրտացավ վերաբերմունքը։ Ցավոք սրտի Երևանում այդ հնարավորությունը չկա։ Երևանը իր տոնը նշում է աղբանության, աղբանոցի, հրդեհի, ծխի մեջ, օդի աղտոտվածության բարձր պայմաններում, ամենավատ իրավիճակում, իսկ եթե չկա քաղաքում հրդեհի ծուխ, ապա անձրևի պայմաններում կան ջրափոսեր, որոնք անանցանելի են դարձնում քաղաքի մեծ մասի երթևեկությունը, իսկ եթե հանկարծ ձմռանը քաղաքում գոնե մեկ օր մի քանի ժամով ձյուն է գալիս, ապա պարալիզվում է քաղաքի կյանքը, համալսարանները եւ դպրոցները ստիպված են լինում փակել իրենց դռները, ավտոբուսները չեն կարողանում երթևեկել քաղաքի փողոցներում, փողոցները չմաքրելու, ավտոբուսների ամառային անվադողերի պատճառով, այսինքն այս քաղաքի բնակիչները, որոնք մշտապես են ապրում փոշու, կեղտի, ծխի, խցանումների մեջ, այդպես էլ չեն զգում հոգատար վերաբերմունք։ Իսկ տոնել կարող են յուրաքանչյուր քաղաք իր բնակիչները կարող են տոնել իրենց քաղաքի տոնը, եթե ունեն այդ քաղաքում ապրելու լավ պայմաններ եւ լավ հնարավորություններ։ Իսկ այդպիսի հնարավորություններ կարող են ստեղծվել միայն հոգատար իշխանությունների պարագայում։ Տիգրան Ավինյանը, նրա թիմակիցները, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անգամ ամենամեծ ցանկությունների դեպքում ի վիճակի չեն կառավարել քաղաքը, առավել եւս նման մեծ քաղաք, որը ունի հատուկ, առանձնահատուկ նշանակություն մեր երկրի կյանքում, որովհետև այստեղ ապրում է մեր երկրի բնակչության մոտ 1/3-ը, այստեղ կենտրոնացված է գրեթե ողջ բիզնեսը, բոլոր առևտրային բանկերը, գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, հիմնական առողջապահական հաստատությունները, հիմնական ապրանքաշրջանառություն, առևտուրը 80%-ը մոտ ծավալվում է Երևանում, շինարարության մոտ 80%-ը Երևանում եւ այս քաղաքը կառավարել նման անփորձ անպիտան մարդկանց միջոցով ուղղակի գործնականում հնարավոր չի։ Իդեպ քաղաքապետը պարզում է, որ քաղաքի տոնական միջոցառումներին մասնակցել է Նյու Յորքի գրառումով բաճկոնով։ Ես օրինակ երբեք չեմ պատկերացնում, արդյոք Նյու Յորքի քաղաքապետը երբևէ Երևան գրառումով շապիկ քաղաքնի դուրս գա Նյու Յորքի փողոցներում քայլելու թե չէ, բայց սա էլ բան է, էլի, որ քաղաքապետը ոչ թե Երևանի շապիկը հագնում, Երևանի բաճկոնը հագնում, Երևանը պրոպագանդում, այլ ինքը Երևանի փողոցներում մանագալի Նյու Յորք գրառումներով։ Իդեպ ասեմ, որ այս տոնական միջոցառումների վրա ծախսվում է միլիոնավոր դրամներ, թե ինչքանով են դրանք հիմնավորված ոչ ոք չգիտի, ու հիմնականում ես այս տարվա միջոցառումները չգիտեմ, բայց մինչև հիմա ինչքան նման մասշտաբային համերգներ են կազմակերպում, բոլորը իրենց մեջ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, որովհետև մեկ աղբյուրից գնման եղանակով իրենց համար հասկանալի պրոդյուսերական նման միջոցառումների կազմակերպման ընկերությունների հետ պայմանագրեր են կնքում, թե ինչ ներքին փոխհարաբերություններ ունեն, ատկատներ կան այդ գործի մեջ, թե չէ, ես կոնկրետ չեմ կարող ասել, բայց երբ որ նայում ես թե քաղաքապետը ինչ հարստություններ է կուտակում Սևանի ափին, ինչ
ամառանոցները կառուցում եւ այլն, ապա պարզ է, որ դժվար է պատկերացնել, որ դա արվում է իր ամեն ամիս ստացվող իր քարտին ստացվող աշխատավարձի միջոցներից։ Իդեպ ասեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա այսօր շնորհավորական ուղերձ չի եղել Հայաստանի մայրաքաղաքի տոնի կապակցությամբ, ոչ վարչապետի ուղերձ կա, ոչ հանրապետության նախագահի, ոչ ազգային ժողովի նախագահի։ Նիկոլ Փաշինյանը մի հատ դեռահասներին բնորոշ ձեռքի սրտի պատկերումով այդ ձևով է փորձում շնորհավորել Երևան քաղաքին, կարծես ծաղրի մեր քաղաքին եւ նրա բնակիչներին։ Ոչ մի պաշտոնական ուղերձ, որով կընդգծվի Երևանի դերը, նշանակությունը մեր երկրի համայնայության կյանքում, նման բան չի եղել։ Այն դեպքում, երբ որ հանրապետության նախագահը ինքն է ժամանակին եղել Երևանի քաղաքապետ, ազգային ժողովի նախագահը եղել է Երևան համայնքի ավականու անդամ։ Նիկոլ Փաշինյանը մինչև վարչապետ ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակ վարչապետ դառնալը հավակնել է դառնալ Երևանի ավականու անդամ, գլխավորել է այդ իրենց դաշինքի համամասնական ցուցակը Երևանի ավականու ընտրություններում, բայց չեն շնորհավորում Երևանի բնակիչներին եւ մեր ողջ հայ ժողովրդին մեր քաղաքի տոնի կապակցությամբ։ Իդեպ ասեմ, որ երեկ էլ հոկտեմբերի 11-ին մեր պետական տոնացույցում մեկ այլ շատ յուրահատուկ տոն էր, որի կապակցությամբ նույնպես ոչ մի ուղերձներ, ոչ մի հիշատակում, պաշտոնական որևէ միջոցառում չի արվել, դա թարգմանչած տոնն է։ Այս տոնը բացառիկ է ընդհանրապես տոնացույցերում, աշխարհում ոչ մի երկրում նման տոն չի նշվում։ Այս տոնի խորհուրդը պայմանավորված է Աստվածաշունչը հայերեն թարգմանելու խորհրդով, այսինքն այն իր մեջ պարունակում է եւ կրոնական բաղադրիչ, ի հարգանք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ մեր քրիստոնեական հավատքի, եւ մյուս կողմից ընդգծում է հայ ժողովրդի սերը եւ նվիրումը կրթության, թարգմանչության, օտար նաեւ թարգմանչած տոնը ոչ միայն Աստվածաշունչը թարգմանելու խորհուրդը դրանից առաջացել, բայց նաեւ դա թարգմանչական գրականության արժևորման մեծ խորհուրդ եւ իմաստ ունի։ Որևէ հիշատակում չի արվել, միայն հայ եկեղեցու կողմից մի քանի ուխտերթեր են կազմակերպվել այս օրվա խորհրդով։ Մինչև հիմնական թեմաներին անցնելը ասեմ նաեւ, որ այսօր ցավալի լուր ստացվեց, որ մահացել է Պայեստազորի գեներալ լեյտենանտ ԱԱԾ նախկին տնօրենի առաջի տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը, ով նաեւ Պայեստազորի ԱԱԾ Պայեստազորի սպաների միության խորհրդի նախագահն էր, ցավալի ողբերգական միջադեպի հետևանքով իր բարությունը, առանձնակի բարությունը դարձել է իր անձնական ողբերգության պատճառ։ Ցավակցում եմ հարգարժան գեներալի հարազատներին, ընտանիքի անդամներին։ Գանք մեր շաբաթվա թեմաներին։ Ուրեմն այս շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի արտասահմանյան շրջագայություններ ա ունեցել։ Ես հիմա ձեզ կներկայացնեմ, թե նա ոնց է սկսել չսիրել Հայաստանը եւ ոնց է բոլոր հնարավոր առիթներով փախնում Հայաստանից։ Այս թեմատիկ զրույցը նախապատրաստելուց առաջ ես կարդացի, որ քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ վաղն էլ նա մեկնում է Եգիպտոս։ Շաբաթվա ընթացքում նա եղել է ուրեմն Բրյուսելում ու նրա այցի որևէ նպատակ դժվար է գտնել։ Նրա հիմնական այցի նպատակը եղել է մասնակցություն համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Ինչ կապ ունի Հայաստան, այսինքն ցանկացած պաշտոնյա, երբ որ մեկնում է գործուղման պետական կառավարման համակարգում, կառավարության որոշմամբ սահմանված կարգ կա, որ այդ պաշտոնյան, որ վերադառնում է, պետք է հաշվետվություն ներկայացնի, գրավոր։ Եվ այդ հաշվետվության մեջ պետք է նշված լինի իր այցի նպատակը, այցը ինչքանով է արդյունավետ եղել, ինչ արդյունքներ է ապահովելու հետագայում, այսինքն պետք է իմաստավորված լինի, ոնց կարելի է պետական բյուջեի միջոցների հաշվին ուղղակի շրջագայել աշխարհով մեկ։ Այն էր վարչապետը, որի այցելությունը, եթե սովորական մի հատ փոխնախարարի կամ չգիտեմ մի հատ վարչության պետի այցելությունը միայն մի հյուրանոցա մեկել օրապահիկ, իր այցելության ծախսերը Նիկոլ Փաշինյանի դրանք տասնյակ հազարավոր, երբեմն նաև 100,000-ավոր դոլարների հասնող ծախսեր են։ Կառավարական օդանավ, իր հետ պատվիրակություն, ինքը այնտեղ մնում է լավագույն հյուրանոցներում,
Այսինքն հսկայական ծախսեր է կատարում։ Հիմա ուզում եմ հասկանամ ինչա գնացել, ինչ արել ինքը ընդել այդ այցի ընթացքում։ Մեկ է պարզում է, ինքը TikTok-ում տեսանյութեր հրապարակում ու պարզում է ինչ արել։ Շատ կարևոր մի բան արել, հեծանիվ է քշել։ Այսինքն Հայաստանի վարչապետը հել է գնացել Բրյուսելում հեծանիվը։ Հիմա էդ էլ է էլի հարց, այսինքն որ տեխնիկապես ուզում ես հասկանաս դա ոնց է եղել։ Ասում ես հեծանիվը քշում եմ առավոտյան ժամերին, լուսադեմին։ Այմա դու քշերը իրիկունը գնացել ես։ Այդ հեծանիվ ո՞րց ես վերցրել։ Այսինքն կողացել է երևի էլի, որովհետև առավոտը ժամ 5-ի խանութ են դե փակ են, որ այդած բանանես, մինչև application քաշես, չգիտեմ ինչ որ մի ձևի վերցնեմ, ամենայն հավանականությամբ հետն է տանում, այսինքն տանում են այդ հեծանիվը դնում են ինքնաթիռ, տանում ընդեղ միտեղ դասով, մի ամբողջ ջանք են գործադրում, որ սա հեծա, ուզում եմ հասկանալ էլի, այսինքն դրա իմաստը որն է, այն մարդիկ, ովքեր որ իրենց առողջության համար են սպորտով զբաղվում, նրա մնացած հյուրանոցներում, որտեղ էլ որ նա գնա, այդ քաղաքի ամենալավ հյուրանոցներում է մնում։ Գոյություն չունի տենց 4 աստղանի, 5 աստղանի հյուրանոց, որ մարզասրահ չունենա։ Գոյություն չունի աշխարհում տենց մարզասրահ, որտեղ հեծանիվի տրինաժոր չլինի։ Այսինքն, եթե դու իսկապես անկեղծորեն ուզում ես քո առողջության հետևելով օրվա մեջ մի քանի ժամ մարզվես, այդ հյուրանոցի մարզասրահը հնարավորությունը տալիս է, որ դու փոխվես իջնես ընդեղ առավոտյան այդ մարզասարքի վրա մի քանի կիլոմետր հեծանիվ քշես, գնաս քո փողոց դուրս գալ է այդ շռայք այդ բան այդ ագնոսները այդ սպորտային այդ իսկի չես հասկանում այդ կասկան բան է շորերով բարձա չէ թիկնապահ են հատկացնում դրա հետ, չգիտեմ շտապօգնության մեքենա են դնում, հետևա ինչի համար, այսինքն այդ մի օրը որ դու հեծանիվ չքշես, ինչ պիտի փոխվի քո կյանքում, այդ քաղաքի կյանքում։ Մեկ էլ մի հատ նոր բան է սկսել TikTok-ում անել, որ նստում այսպես հիմա ես ոնց եմ հեռախոսը դրել եմ ուղիղ եթերով թեմատիկ զրույց եմ վարում կամ չգիտեմ նյութ եմ ներկա։ Ինքս ես մի հատ երաժշտություն եմ միացնում, ասես ապուշի հայացքով երաժշտություն, հիմա Բրյուսելից գնացել եմ մի հատ հյուրանոցում, երաժշտություն եմ միացել, ասես աշկերս է շարժում ես կողմից այն կողմ, գցում էկրանի վրա։ Սա ակնհայտ է էլի, որ սրա նորմալ մարդը տես բան չի կարող անի։ Իսկ ինչ վերաբերում է բովանդակային առումով, սրա հետ արդեն երկկողմ հանդիպումներ չեն եղել, այսինքն հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետի հետ։ Ինչ կապ ունել, ես մի հատ ուզում եմ իմանալ, Հայաստան, մեկ է Լյուքսեմբուրգ։ Ոչ բիզնես կա, ոչ տուրիզմ կա, ոչ ներդրումներ կան, ոչ մի հատ փոքր երկիր է, Երևանի չափ երևի, աշխարհի փոքր պետություններից մեկ։ Այսինքն այդ վարչապետի հետ, որ հանդիպել ես, մի հատ ուզում եմ իմանամ, էլի այդ հանդիպումը ինչ արդյունք է տվել, ինչ հարց է քննարկվել, ուղղակի նկարվելու համար էլի, որ ասի պաշտոնական հանդիպումներ է ունեցել։ Նույնիսկ այն Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը հիմնական դերակատարն է եղել այդ միջոցառ, իր այդ առանձին երկկողմ հանդիպում չէ, միջանցներում հանդիպումները սրանք ներկայացնում են որպես հանդիպումներ։ Ու ընդեղից էլ Բրյուսելից 3 նախագահներին ուղղված հերթական ցնդաբանությունն ա եղել, որ եկեք ձեզ բոլորիդ հրավիրում եմ բանավեճի, իմանալով, որ այդ բանավեճը չի կայանալու։ Ուրեմն անմիջապես Բրյուսելից սա մեկնել է Դուշանբե։ Օրինակ ի տարբերություն Բրյուսելում տեղի ունեցող միջոցառմանը, Դուշանբեում կազմակերպված գագաթաժողովը դա անկախ պետությունների համագործակցության կազմակերպության գագաթաժողովն է։ Օրինակ ընդեղ գնալը, որ պատշաճ կերպով ինքը գնար մասնակցել, լրիվ տրամաբանական է, որովհետև Հայաստանը այդ կազմակերպության անդամ է, կազմակերպության կանոնադրությունը նախատեսում է պետությունների ղեկավարների պարբերական հանդիպումներ, գագաթաժողովներ, եւ եթե դու կազմակերպության անդամ ես, պիտի գնաս մասնակցես այդ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված աշխատանքներին։ Ուրեմն բոլորը գնացել են այնտեղ շուտ, ասենք հոկտեմբերի 8-ին, բոլոր պատվիրակությունները, ԱՊՀ անդամ, բոլոր պետությունների ղեկավար։ Ինքն դե գնացել է Բրյուսելից։ Ու գնացել է այնտեղ էլի հերթական անգամ հեծանիվը վերցրել ընկե Դուշանբեի փողոցները։ Լավ ասենք, եթե եվրոպական երկրներում, Բրյուսելում, Կոպենհագենում, այնտեղ հեծանիվ քշելու մշակույթ կա մի քիչ, պիտի նաև այդ ասիական երկրների կամ այն միջավայրը, որտեղ որ դգնում ես, այդ միջավայրի
իմաստը զգաս, չի ասենք օրինակ այդ ԱՊՀ պետությունների ղեկավարները, Պուտինը կլի թե Լուկաշենկոն, թե միջինասիական պետությունների ղեկավարները, նրանք լուրջ մարդիկ են, տարիք ունեն արդեն բավականին, մեծ հարստություն ունեն յուրաքանչյուրը անձնապես իրենց երկրները հարուստ, մեծ երկրներ, բան, Ուզբեկստանը 30 քանի միլիոն բնակչություն, հիմա դու այդ մարդկանց միջավայրում պիտի մի քիչ զգաս, չի ասենք դու ուր ես գնացել, ինչ ես անում։ Հիմա պատկերացրու ասենք Տաջիկստանի նախագահի անվտանգության պետը կամ արարողակարգի 100% զեկուցել է, չի ասում, պարոն նախագահ, մեզնից առավոտը հատուկ պահպանություն են ուզում Հայաստանի վարչապետի համար։ Ասում են, ինչ հատուկ պահպան, առավոտ ինչ կա, առավոտյան քնած։ Ասում է, ուզում է հեծանիվ քշի Դուշանբեում։ Հələ մեկ պատկերացրեք այդ մարդու, ասենք մեծ մարդ էլ ինքնետ գալի ասում են առավոտը Հայաստանի վարչապետը ստե ուզում է հեծանիվ քշի։ Այն չի ասել խոդո ապուշ չէ, կարասի կամ նայ ապուշ կամ դու Իսկան չի է ուզում հեծանիվ։ Ընդ երևի Դուշանբեից երեխեքը երևի հեծանիվ չեն քշում։ Ասենք հեծանիվը վերցել ես ընկել ես Դուշանբեի փողը, ինչի համար էլ ասենք ինչ ես ուզում։ Դրա համար էլ ասենք գալիս է դրանից հետո պաշտոնական հանդիպումներ ձեռ են առնում սա։ Այդ Լուկաշենկոն որ ասում է տեսար ասում է Իլհամ Հեյդարիչ ասում է Ես քեզ ասում էի Նիկոլ Փաշինյանը չի գալու է դու ասում ես չի գա ախը ուր պետք է թա առանց մեզ ում osmasi ումա պետք նա էլի այտենց բան Լուկաշենկոն երբեք Ղազախստանի նախագահի հասցեին չի ասի այտենց բան Լուկաշենկոն երբեք Ուզբեկստանի նախագահի մասին չի ասի իրա մասինա չէ ասում Իրա դե որովհետև ծաղրի առարկա է ինքը իսկ այդ ծաղրի առարկան ինչից է իրա պահվածքից է ելույթ է ունենում երկար որ Ալիևի ելույթը տևել է ընդամենը այդ գագաթաժողովի ժամանակ ընդամենը 2 րոպե ու այդ 2 րոպեում նես մեսիջներ է տվել որոնք ոտից գլուխ քաղաքական իմա ասեք օրինակ ասում եմ Լաչինը դարել է ԱՊՀ Մշակութային մայրաքաղաք, շնորհակալ եմ ձեզնից բոլորից, որ այդ որոշումը կայացրել եք, որովհետև այդ Լաչինը ասում է եղել է 30 տարի Հայաստանի օկուպացիայի տակ։ Այսինքն ինքը ոչ թե ասում է, որ Լաչինը ռազմական գործողությունների հետևանքով դուրս է եկել մեր վերահսկողությունից, ոչ թե դες ձևերով, այլ ասում է օկուպացված է եղել։ Օկուպացիան էլ իրականացրել են ոչ թե Արցախի զինված ուժերը, Արցախը Հայաստանի, այսինքն ինքը նստած Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Հայաստանին համարում է օկուպանտ երկիր, Հայաստանին, իսկ օկուպացիան դա հանցագործություն է, միջազգային հանցագործություն է։ Ու Հայաստանի ղեկավարը դե նստած չի արձագանքում դրան, չի հակադարձում։ Հələ հիշում եք ժամանակին են ԵԱՏՄ-ին անդամակցության ժամանակ Նազարբայևը Ալիևի մի հատ նամակ էր կարդացել։ Մինչև հիմա ասում են Սերժ Սարգսյանը ասես մի հատ լավ չպատասխանեց էլի չնայած որ Նազարբայևը իր ձեռով նամակը կարդաց հետո էլ Սուսպուս ինքը կողմ քվեարկեց Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ իր նամակը կարդաց խելոքել էր չէր կարդա այդ նամակը եթե կողմա քվեարկում այսինքն եթե կողմ էր քվեարկելու այդ նամակը կարդալու այդ հարցադրումներ անելու իմաստը ո՞րն էր հարց արիր հետո էլ կողմ քվեարկիր Հայաստան դառավ ԵԱՏՄ անդամ Բայց մինչև հիմա հայ հասարակությունն ասում է Սերժ Սարգսյանը ասեց արժանի պատասխան չտվեց։ Իսկ հիմա ասկի պատասխան տալու թեմա չկա, ասկի չեն խոսում որ պատասխան ընդհանրապես չի հնչել, ինչ է, որ Հայաստան օկուպանտ է համարվում։ Ես չեմ ասում Ստեփանակերտը Խանքենդի անվանել։ Իսկ ինքը նստած ԱՊՀ-ում ելույթ է ունենում, այդ ելույթում գովում է Թրամփին։ Թե Թրամփը ոնց է խաղաղություն հաստատել, այսինքն խաղաղությունը հաստատել են ոչ թե իր կազմակերպության անդամ երկրները դրանց ջանքերով, այլ նստել Պուտինի մոտ, ապա անդամ երկրների ղեկավարների մոտ Թրամփի գովք անում։ Սա դիվանագիտական անգրագիտություն է, ինչը որ իրենց պարագայում կարծում եմ, որ շատ բնորոշ է։ Իմիջիալոց հիմա էլ պետք է բան լինի, գնա, ասեցի, գնում է հեսա Եգիպտոս, դրանից հետո պիտի գա գնա Վրաստան, ուրեմն ես նայել եմ,
հələ մինչև Եգիպտոս Վրաստան գնալ է էլի, մինչև հիմա 2025 թվականին Նիկոլ Փաշինյանը ունեցել է 23 արտասահմանյան այցելություն։ 10 ամսվա ընթացքում, այսինքն հələ հոկտեմբերի կեսն է, 23 այցելություն, այսինքն ամիսը 2.3, մոտարապես 3 արտասահմանյան այց ամսեկան։ Ուրեմն արտերկրում անցկացրած օրերի քանակը 43, հələ որ դրան է գումարենք, որ այս տարի 30 օր նա արձակուրդ է, աշխարհում ընտենց ոչ թե երկրի ղեկավար, սովորական մասնավոր ընկերությունում աշխատողը, որ է թվում տնօրենին ասում անձի արձակուրդ կտաս, 14 օրից ավել չեն տալի։ Կարող ասենք օրենքի պահանջ կա, որ պիտի տան 14 օր ամառն են տալի, 14 օր ձմը։ Այսինքն մի մարդու, որ ամառը 30 օր ուղարկեն արձակուրդ, մասնավոր ֆիրմաներում նույնիսկ դες բան չեն անում։ Որտեւ ասում են, դու եթե ես գործով պիտի անի, ընկեր, հասկացան, ամառը ընտանիքդ վերցում ես 10 օրով գնաս մի տեղ հանգստանաս 14 օր։ Մի ամիս դու հելա գնացիր, քու գործով պիտի անի։ Մի ամիս սա գտնվել է արձակուրդի ընթացքում 43 օր եղել է արտասահմանյան ճամփորդություններ տենում են։ Ասենք ելը գնացել Բրյուսել։ Դիմավորեն, տանեն, հեծանիվ քշի, կուտին դե պոլնի, հյուրասիրություններ են ընդեղ ելնում, բանալնում։ Այնպես թռնի գնա դուշան։ Նյու Յորք որ գնաց, ուրեմն Երևանից թռավ Մոսկվա, Մոսկվայից գնաց Նյու Յորք, Նյու Յորքից եկավ Ստրասբուրգ, մի օրով եկավ Երևան, հաջորդ օր գնաց Կոպենհագեն։ Շրջակայք մարդը վախենում է երևի Հայաստան մնա, կամ էլ հետաքրքիր չի իրան Հայաստանը։ Ճամփորդում է, էլի պատկերացրեք, մասնավոր ինքնաթիռը միլիոնատեր է, էլի աշխարհում քանի մարդ կա, որ սեփական ինքնաթիռ ունի։ Դրանց իր համար շրջակայում է։ Ուրեմն ասեցի, չէ՞, 23 ճամփորդ, այսինքն եթե 190 այդ 282 օրերից մինչև հիմիկվա 194 օր աշխատանքային է։ 194 օրերից 63 օրը կամ 32%-ը սա անցկացրել է կամ արտասահմանյան այցելություններում կամ արձակուրդի ընթացքում, պատկերացնում եք։ Ուր ասես ֆռում է։ Հերթով գրել եմ էլի ամսաթվերով, մի օր տարվա վերջին ամփոփում կանեմ այդ բանի։ Այդ դրա փոխարեն Կաբալայում Ադրբեջանի նախագահը կազմակերպել է թուրքական պետությունների 12-րդ գագաթաժողովը, որը ընդունել է բանաձև, հատուկ բանաձև, որը վերաբերում է Զանգեզուրի միջանցքին։ Ինքը Նյու Յորքում Իլհամ Ալիևից իբր Ալիևը գնացել ելույթ ունեցել է Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում։ Մի քանի օր անցել արդեն բոլոր պատվիրակությունները հետ են գնացել, այն վերջին օրերին մի դատարկ դահլիճում ինքը գնացել իր ելույթն անում։ Այդ ելույթում էլ ասում աստեղ մի քանի օր առաջ Իլհամ Ալիևը ասում էր, որ Զանգեզուրի միջանցք կա հղում անելով օգոստոսին 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի։ Բայց թող ինքը մտել է պարզաբանի, այդ ի՞նչ է նշանակում Զանգ, մենք դες բան իր հետ չենք խոսել, չենք պայմանավորվել, թող պարզաբանի։ Դրանից 2 օր հետո Կոպենհագենում մի հատ բուֆետում Ալիևի հետ նստած զրուցում, ասկի չի ասում։ Մտել է պարզաբանի, 2 օր առաջ ինչ էր ելույթ ունենում ՄԱԿ-ի ասամբլեայում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ելույթն է, դա պետության ուղերձն է ամբողջ աշխարհին։ Ալիև ոչ մի բացատրություն իրան չի տվել։ Դրանից հետո եկել է թուրքական պետությունների համաժողովակազմից, թուրքական պետությունների մեջ են Թուրքիան, այդ նույն ԱՊՀ անդամ պետությունների մի զգալի մասը, Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Հունգարիայի վարչապետն է գնացել այնտե Վիկտոր Օրբանը, նույն Հունգարիայի, որը Եվրամիության անդամ երկիրն է, որը դեմ է քվեարկում եւ խափանում է Եվրամիության ցանկացած օգնություն, որ պիտի տրամադրվի Հայաստանին։ 2023 թվականի ապրիլի 4-ին գնացին Բրյուսելում հատուկ փաստաթուղթ ստորագրեցին, Եվրամիությունն ասաց, մենք հեսա Հայաստանին օգնություն ենք տրամադրելու։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքեն ասաց 76 միլիոն դոլար Ամերիկայի կողմից։ USAID-ով պիտի տային այդ գումարները, USAID-ին փակվել է այդ փողերից մի կոպեկ Հայաստան չի եկել, մի կոպեկ։ Եվրամիություն ասաց, մենք էլ մեր կողմից աջակցության ծրագրեր կիրականացնենք Հայաստանին, 260 միլիոն առանձին, այս պահին մի 10 միլիոն դոլարանոց դաշտային վրան տրամադրում ենք հոսպիտալ, տանում են դնում են քվեարկության, Հունգարիաս դեմը քվեարկում,
Ընդ Եվրամիությունում է որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Մի երկիրը դեմոկրատիական որոշում չի կայացվում։ Հունգարիան է պրո-թուրքական, պրո-ադրբեջանական երկիր, ասում է Հայաստանին ոչ մի բան։ Ինչ տալիս եք դե Ադրբեջանն է տակ։ Ադրբեջանն ասում է ես 10 միլիոն դոլարի կարիք չունեմ, եղբայր ջան, ես այդ վրանից ունեմ, չեմ ուզում։ Ու տենց էլ Հայաստանը բայց հենց Ադրբեջանի այս քաղաքականության պայմաններում նայեք գնացել են բանաձևեր ընդունել գրել է կարամ այդ հատվածը կարդամ ասում է Զանգեզուրի առաջնորդները նշել են Միջին Միչանսկի միջազգային տրանսպորտային երթուղու այդ թվում Զանգեզուրի Միչանսկի զարգացման ռազմավարական կարևորությունը ընդգծելով որ այն զգալի ներդրում կունենա թուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդման առևտրաշրջանառության ավելացման եւ ներտարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում։ Այսինքն դա չի ասում, որ այդ Միչանսկը բացում է Հայաստանի հետ խաղաղության հաստատմանը, ասում է այդ Միչանսկը ինքը Միչանսկը, Զանգեզուրի Միչանսկը, այն է բացում է թուրքալեզու պետությունների միջև հարաբերություններ հաստատելու համար։ Թուրքալեզու պետություններն ո՞րն են։ Թուրքիան է կապը հաստատելու է Նախիջևանով, Ադրբեջանի հետ դուրս են գալու Կասպիյով, գնան հասնեն Միջին Ասիա։ Հայաստանի մասին այստեղ խոսք ընդհանրապես չկա։ Մյուս թեման, որի մասին կուզենայի այս ամփոփման շրջանակում ասել, դա իմպիչմենտի անվստահության գործընթացն է, որը որոշակի դրական տեղաշարժերով, բայց շատ դանդաղ է ընթանում առաջ, ինչը որ ցավալի է։ Դրական տեղաշարժը ձեռք բերումը այն է, որ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջյանը հայտարարեց, որ իրենց հանձնվել է Հայաստան խմբակցության 28 պատգամավորների ստորագրությամբ, որ իրանք միացել են գոյություն ունեցող նախաձեռնություն, այսինքն եթե մինչև ասում էինք այդքան էլ այտենց չեն միացել բան, հիմա այդպես բան ասելու իրավունք չունենք, որովհետև մարդիկ դրականորեն գնահատում ենք, ոգևորությամբ ընդունում ենք լուրը, որ Հայաստան խմբակցության պատգամավորները ի վերջո ապրիլի 28-ին ինձնից ստացած նամակներից հետո, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր 6 ամիս հետո տարբեր հայտարարություններ անելուց հետո նոր վերջապես միացել են այդ նախաձեռնության։ Հիմա այս նախաձեռնությունը պետք է առաջ մղի, այսինքն եթե միացել են, դա չի նշանակում, որ արդեն իրանք դարձան մեր համար աստվածային հրեշտակներ։ Ոչ։ Միանալ նախաձեռնությանը նշանակում է դառնալ նախաձեռնության համահեղինակ։ Իսկ ինչ պիտի անեն համահեղինակները, պիտի ամեն ինչ անեն, որպեսզի իրենց նախաձեռնությունը կյանքի կոչվի։ Իսկ այդ ուղղությամբ ցավոք սրտի ոչ իրանք են որ քայլեր անում, ոչ էլ նկատելի քայլեր կան, պատիվ ունեմ խմբակցության պատգամավորների կողմից։ Առաջին բանը որ պիտի անեն, որ պիտի դառնան նստեն Իշխան Զաքարյանի շնչին եւ Գեգամ Նազարյանի շնչին, պատիվ ունեմով Հայաստան խմբակցությունով ընտրված պատգամավորներ են։ Կամ պիտի միանան, կամ է թողնել ռադները քաշեն գնան, դրանք չեն կարա ընդդիմության քվոտայով, ընդդիմադիր քվեներ ստացած ժողովրդի քվեով դառնան պատգամավոր, այդքան դառնան Նիկոլա։ Հիմա այն ինչ որ Իշխան Զաքարյանը զբաղվում է, դա Արայիկ Հարությունյանի տեղակալն է, վարչապետի աշխատակազմի։ Ասենք, այս տարի բանը ցեխերի մեջ ջերմուկում կազմակերպել էին համահայկական խաղեր։ Համահայկական խաղերն էլ ինչ էր, շախմատ, սպորտային պարեր, ձնագնդիկ, էդ էր ջերմուկում։ Ձմեռային խաղեր են ջերմուկում։ Հոկեյը Երևանում, լեռնային դահուկները Ծաղկաձորում, Թբանում, Մայլեռում։ Կոչվում է համահայկական խաղեր, բացման ու փակման արարողությունն էլ այսպես մինչև ոտերի կեսը ցեխերի մեջ ջերմուկում։ Էդի Իշխան Զաքարյանն է, միլիոններով փող գրելով, ուզում ես դառնաս Արայիկ Հարությունյանին տեղակալ, գնա վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մեկը կլինի Տարոն Չախոյանը, մեկն է կլես դու։ Դու չես կարա մնաս ազգային ժողովի պատգամավոր, պատիվ ունեմ խմբակցությունով ընտրված եւ լես Նիկոլական, նույնը Գեգամ Նազարյան։ Վերջին այս նիստին նայում եք ոնց է քսմսվում Նիկոլ Փաշինյանին, Մխիթար Հայրապետյանին, Սուրեն Պապիկյանին, երեք տուն էի գալի փողոցով, մի հատ կատու եք այսպես անենց էր քսմսվում ոտերից, չէ թողնում քայլը, ոնց էր Գեգամը Նիկոլին։ Այ մարդ ուզում ես դառնաս Նիկոլի կատուն, Նիկոլի շունը, Նիկոլի ենթական, Նիկոլի
Մանդատից հրաժարվի, գնա դառի վարչապետի խորհրդակ։ Լիլիթ Մակունցը ո՞ր է խորհրդական։ Հիմա որ Լիլիթ Մակունցը քսմսվի, ի՞նչ պիտի ասի։ Ոչ մի բան, ասեք իր խորհրդականն է քսմսվում։ Դու էլ ես քսմս, գնա դառի իր խորհրդ, դու չես կարալ ես Հայաստան խմբակցությունով ընտրված падգամավոր ու քսմսվես Նիկոլ Փաշինյանի։ Պիտի դրա անվստահության գործընթաց։ Չես մանդատը դիր գնա քո փոխարեն ուրիշը կգա։ Այդ ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանք տանել, որպեսզի մենք հասնենք ի վերջո այդ ԿՊ-ական զանգվածին։ Ուրեմն այս շաբաթվա ընթացքում հրապարակվեց հաջորդ թեման եմ ներկայացնում։ Սահմանադրական դատանի նախագահ, փաստացի նախագահ, իմ համի ընկալումներում իմիկվա նախագահ Հրայր Թովմասյանն է։ Ապօրինի է զրկվել իր պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Վերաքննիչ քրեական դատարանը թողեց անփոփոխ առաջին ատյանի դատանի վճիռը, որով Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքով։ Ու ի՞նչն է սրանց նպատակը։ Դե պարզ է, որ բողոքարկվի դա վճռաբեկ դատարան, պարզ է նաև իմ կարծիքով, որ վճռաբեկ դատարանը կամ վարույթ չի ընդունի, կամ կթողնի անփոփոխ, որով փաստացի ուժի մեջ կմտնի առաջին ատյանի դատարանի վճիռը, իսկ եթե առաջին ատյանի դատարանի վճիռը մտնում է ուժի մեջ, ապա Հրայր Թովմասյանի լիազորությունները նաև որպես սահմանադրական դատանի դատավոր դադարեցվում են։ Այսինքն սկզբից նրան զրկեցին 20 թվին ապօրինաբար սահմանադրական դատանի նախագահի պարտականությունները կատարելու հնարավորությունից, հիմա էլ զրկում են դատավոր լինելու հնա։ Այն ժամանակ շատ արագ էր, եթե հիշում եք դատականիստերը, ինչի համար, որովհետև Ադրբեջանի հետ այդ սահմանային հանձնաժողովների կանոնակարգի քննարկումներ ու Հրայր Թովմասյանին ամեն ինչ ուզում էին անել իմ տպավորությամբ, որպեսզի շուտ նրա լիազորությունները դադարի, այդ հարցի քննարկմանը չմասնակցի, չնայած մենակով ոչ մի բան չէր կարող անել, բայց գոնե հատուկ կարծիք չգրեր։ Հիմա Հրայր Թովմասյանին չկարողացան այդ իր ժամանակահատվածում հանել, Հրայր Թովմասյանը մնաց ու մի հատ շատ որակյալ, նաև հատուկ կարծիք էլ գրել է այդ գործընթացի ապօրինի լինելու վերաբերյալ։ Բայց հիմա դե բնականաբար պետք է պատժել եւ այս ամեն ինչի նպատակն է Հրայր Թովմասյանին զրկել դատավոր լինելու իրավունքից, ինչը դեռ կարծեմ դեռ 6 տարի թե 7 տարի այդ հնարավորությունը նա ունի մնալու որպես գոնե ՍԴ դատավոր եւ նա ՍԴ կազմից, այսինքն մինչեւ ադրբեջանա-թուրքական կազմից փաստորեն վերջի դատավորն է, դե Արման Դիլանյանն էլ է 17 թվին ընտրվել, բայց նա հիմա իրան սահմանադրական դատանի նախագահ է հռչակի, այսինքն ամբողջ կազմը ՍԴ-ի փաստորեն փոխվում է, որովհետև մենակ ընդդեմ մնացել էր Հրայր Թովմասյանը։ Կառավարության նիստում առանձնապես ոչ մի էական հարց չի քննարկվել, բացի դրանից, որ Վայոց ձորի մարզպետի փոփոխությունը տեղի ունեցել, ու ինչպես մնացած բոլոր դեպքերում, ասենք, որևէ պաշտոնյայի, որ այս իշխանությունը պաշտոնից հեռացնում է, ոչ մի բացատրություն չկա, ասենք օրինակ Կոլյա Միքայելյանը ազատվել է մարզպետի պաշտոնից։ Հիմա հարցը չի առաջանում, ինչի է ազատվել Կոլյա Միքայելյանը։ Մարդը եթե նորմալ իր պարտականությունները կատարում է, ուրեմն պիտի մնա կատարի։ Լինում է դեպք, երբ որ մարդը ազատվում է, ավելի բարձր պաշտոնյա նշվում է։ Օրինակ իմ պարագայում տենց է։ Ես 2012 թվականի հոկտեմբերի 23-ին ազատվել եմ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, նույն օրը նախագահի հրամանագրով, նույն օրը նշանակվել եմ Լեհաստանում, Հայաստանի դեսպան, ու բոլորը հասկացել են, որ Էդգար Ղազարյանը ազատվել է, որ ոչ թե վատ է աշխատել, ոչ թե ձախողումներ ունեցել, այլ պաշտոնյա ավելի բարձր պաշտոնյա նշանակվել պետական կառավարման համար։ Հիմա Կոլյա Միքայելյանը ազատվել է, նույն օրը ինքը ոչ մի պաշտոնի չի նշանակվել, հարց առաջ է, ինչ արես սա։ Եթե նա ծանր թերություններ ունեցել, խնդիրներ ունեցել, պետք է հասարակությունը իմանա այդ մասին։ Եթե չի ունեցել, չէ՞ քմահաճույքներով են ըստ մարդիկ։ Ու սա մենակ էս դեպքին չի վերաբերում։ Բոլոր արտակարգ դրության ժամանակ, ասենք օրինակ, երկրում արտակարգ դրություն, բնապահպանության նախարար Էրիկ չգիտեմ ինչան կար։ Պաշտոնից ազատ, արտակարգ դրությունը ինքն արտակարգ դրության մասին օրենքով հանդիսանում է հատուկ նշանակության կազմակերպության ղեկավար, նախարարության ղեկավարն է։ Ոչ մի բացատրություն։ Ռազմական դրության ժամանակ, պատերազմի ժամանակ Արգիշտիկ Քյարամյանը ազատվում ԱԱՑ տնօրենի պաշտոնից, ոչ մի բացատրություն, ինչի ազատվել, ինչ արել։ Պատերազմից ընդամենը մի քանի ամիս օգոստոսի 20 թվին նշանակվել է։ Պատերազմի ժամանակ ազատվել է։
Այս 6 տարվա ընթացքում արդեն 5 մարզպետ է նշանակել մենակ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մա։ Սրանք մարզպետներն էս փոխում են, ասեմ, երևի ես վստահ եմ, Նիկոլ Փաշինյան Թաշկինակ այդքան շուշու չի փոխում։ Հատկապես ինքը։ Ու մենակ Վայոց ձորում չի։ Ցանկացած տեղ, ասենք, այս վերջերը Շիրակի մարզպետի նշանակեն, ընդ вообще 7-րդներ, 8-րդներ, տարի մեկ։ Գալիս ենք, իմիջիայլոց նշանակել են նաև քաղաքապետի, էդ էլ է խնդիր։ Երբ որ քաղաքապետի ես նշանակում, դա Արմավիրից օրինակ չեն, քաղաքապետի նշանակում են մարզպետ։ Հիմա Վայոց ձորում Ջերմուկի համայնքի ղեկավար, երբ որ համայնքի ղեկավար ես նշանակում, այդ պաշտոնը թափուրամ, դե հարց առաջանում համայնքի ղեկավարին ով պիտի լրացնի, ընտրված պաշտոնյա է, չէ՞, այսինքն ինչի է ընտրությունը կայանում քաղաքապետերի վրա, ընդհանուր օրինաչափությունն եմ ասում։ Ոչ մի օրինաչափություն սրանց պարագայում գոյություն չունի։ Ուրեմն ազգային ժողովի հետ կապված մի կարևոր դիտարկում անեմ, որ տապալեցին սրանք 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությունը եւ սրա կապակցությամբ ես արդեն նկարած տեսանյութ ունեմ, որը վաղը երեկոյան 22:45-ին 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքով հեռարձակվելու է թեմատիկ զրույցներն այն 168-ի ամեն երկուշաբթի օրվա, որպեսզի հիմա այդ թեմայով չխոսեմ, մանրամասը մոտ 1 ժամանոց տեսանյութ կա, մանրամասը վերլուծել եմ եւ քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությունը եւ 44 օրյա պատերազմի, ու դուք այդ փաստերի վրա կտեսնեք, թե ինչ խայտառակ իրավիճակ է եւ ինչ ապօրինություն է այդ պատերազմի հանգամանքների առումով։ Այս շաբաթվա ընթացքում մամուլի ասուլիսով բավականին երկար մոտ 3 ժամ տևողությամբ հանդես է եկել Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Անկեղծ ասած այդ ասուլիսը, ինչպես բնորոշ է նախագահ Քոչարյանին, իր վերլուծական խոսքի իմաստով շատ արժեքավոր է, որովհետև նախագահ Քոչարյանը իր փորձառությամբ, իր գիտելիքներով, իր պրագմատիկ դատողություններով շատ խելամիտ վերլուծություններ է անում, շատ առողջ մտքեր է ներկայացնում, այդ իմաստով հետաքրքիր է, ինչպես մնացած իր խոսքը մնացած ուրիշ դեպքերում, լինի ասուլիս թե հարցը, բայց քաղաքական օրակարգ դա իր մեջ չի պարունակում։ Այսինքն 3 ժամ լսում ես մարդուն, ասում ես լավ, այս մարդը խորհուրդ է անում ամենամեծ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները ասում են, որ իրանք մեր առաջնորդն է, չնայած ինքը պատգամավոր չի, խմբակցության ղեկավարը չի, բայց Հայաստան խմբակցության պատգամավորներն ասում են, մեր առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն, ընդունում են նրա առաջնորդությունը, շատ լավ։ Հիմա ստացվում է, որ ինքը առաջնորդում է, խորհուրդ է անում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը եւ ինքը այսօր քաղաքական օրակարգ չունի։ Իսկ հարց առաջանում, ենթադրենք ասուլիսից հետո ինքը ինչ պիտի անի։ Իր թիմակիցները, այն մարդիկ, ովքեր իր առաջնորդությունը ընդունում են, հիմա ամսի 13-ին, վաղը նրանք ինչ պիտի անեն։ Ոչ մի բան, ոչ մի բան։ Օրակարգ չունեն այդ մարդիկ։ Զերո նպատակ, մենակ իմպիչմենտի վերաբերյալ էլի վերացական, անհիմն մեկնաբանություններ, ոչ մի այդ մասով օրինակ ես խելամիտ խոսք չեմ լսում։ Այդ թվում նախագահ Քոչարյանից։ Պայքարի տրամադրություն չկա։ Հիմնական շեշտն է, որ պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի հետ գնալ ընտրությունների։ Այդ էլ մեծ ուզում եմ հասկանալ, եթե 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանը պարտվել է Նիկոլ Փաշինյանին։ Հիմա անցնում է 5 տարի, հիմա 2026 թվականը նույն Ռոբերտ Քոչարյանն է, նույն Նիկոլ Փաշինյանն է։ Սա ավելի է թուլացել Ռոբերտ Քոչարյանը, որովհետև քաղաքական պրավալն է, դիմադրություն շարժում պրավալ են տվել, սրբազան պայքարը պրավալ են տվել, իմպիչմենտ չեն կարացել իրականացնեն, պարլամենտում իրանց խմբակցությունը ոչ մի արդյունավետություն չունի, զերո արդյունավետություն։ Սա է Նիկոլ Փաշինյանն էլ իշխանությունը ավելի ամրապնդե, բոլոր բռնաճնշումները մեն։ Հիմա ասում եմ հասկանամ, եթե 2021 թվին նա պարտվել է, 2026-ին եթե Ռոբերտ Քոչարյանի հեղինակությունը, ազդեցությունը նվազել է, սրան էլ առնվազն ամրապնդվել է։ Եթե 2021-ին նա հաղթել է Քոչարյանին, հիմա չի պիտի չհաղթի։ Այսինքն բան պիտի փոխվի, չէ, որպեսզի նա հաջողություն չունենա։
Առաջնորդությունը պիտի փոխվի, մոտեցումը պիտի փոխվի, թիմակիցները պիտի փոխվեն։ Իսկ ասում է, չէ, ես իմ թիմով գնալու եմ ընտրության։ Դե գնամ այդ պարտվի, ինչ ասեմ, դե դուրները գալիս է Նիկոլ Փաշինյանից պարտվել, այդպես գնացեք պարտվեք, նստեք։ Ոչ մի նոր բան չեն մտածում այդ իմաստով։ Այդ տեսանկյունից հասարակական հարաբերություններում, եթե որոշակի նորություն բան կա, նաև այս շաբաթվա ընթացքում է դրսևորվել, դա մեկ Արման Թաթոյանի նախաձեռնած միասնության թևեր, քաղաքական նախաձեռնության ուրեմն ներկայացումներ, շնորհանդեսներ, որը Արման Թաթոյանը հայտարարեց, որ դա գործընթաց է, որը տանելու է դեպի քաղաքական արդյունքի, այսինքն ամենայն հավանականությամբ կստեղծվի կուսակցություն եւ այդ կուսակցությունով կմասնակցեն ընտրությունների եւ ասաց, որ ինքը կլինի դա կուսակցության կամ դաշինքի վարչապետի տեխնացում։ Եվ հիմնական օրակարգը բերեց, որը կարծում եմ, որ խելամիտ էր եւ հիմնավոր, դա խաղաղություն, այսինքն Թաթոյանը ասում է, որ ինքը եթե իր մոտեցումը այն է, որ պետքա բերվի խաղաղություն մեր երկրին, որոնց ոչ միայն սահմաններին, այլ նաև հանրային կյանքին։ Այօրինակ որ Արման Թաթոյանը կամ նման տիպի մարդիկ, գործիչներ խոսեն, որ իրենք կարան խաղաղություն բերել, դա կարելի է հավատալ։ Որտեղ իր կերպարը, գործունեությունը, կրթությունը թույլ տալիս է, որ դրան հավատա։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն ասում ես դի խաղաղություն բեր, այդ մեկ արդեն ֆանտաստիկա է, որտեղ մարդը ում պաշտոնավարման շրջանում տարի մի հատ պատերազմ ա եղել, նա հաստատ չի կարա խաղաղություն բերի։ Խաղաղություն կարան ուրիշները բերեն։ Բայց անկեղծ ասեմ, որ չնայած նոր նախաձեռնություն է, բայց ինքը առանձին վերցած իմ կարծիքով հավակնություններ չի կարող ունենալ, այսինքն ես չեմ մտածում, որ իմ Արման Թաթոյանը եթե շարժում նախաձեռնեց գնաց ընտրությունների 50% ձայն հավաքելու։ Ես ասել եմ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների գնալը դա շատ դժվար գործ է։ Եվ մարդիկ պետքա անդիմադիր դաշտում փորձեն իրանց ուժերը մեկտեղեն, համատեղեն։ Նույնը վերաբերում է նաև մեր ձևով նախաձեռնությանը շարժմանը, որը որ ակտիվություն է ցուցաբերում, ված չի այդ ակտիվությունը, մարզեր են գնում, օրինակ այս հոկտեմբերի 11-ի մարզային այցելությունների ամփոփում են արել։ Այդ արածի մեջ ոչ մի վատ բան չկա, չես կարծես, այդ ինչ որ անում են շատ վատ է։ Բայց այդ արածի մեջ արդյունք էլի չկա։ Այսինքն մեր ձևով շարժումը իմ կարծիքով, եթե հիմա մենակ որոշեց գնա, ոնց որ ասում են մենք ոչ մեկի հետ կապ չունենք, թե ինչի պիտի կապ չունենաք, ինչի պիտի, ով ասում պիտի չունենաք։ Բոլորի հետ պիտի կապ ունենաք, բոլորին պիտի մեկտեղ են ամենք իր մասով ջանգորը։ Եթե որոշեցիք, գնացեք։ Կետակ բան կգրեն, կդնեն դեմները մի 8%, 9% կարող է ձեն հավաքեն։ Եվ մեր սահմանադրությամբ պարլամենտը կազմված է 101 падգամավորից։ 101 падգամավորի 9%-ը 10 падգամավորը, 10 падգամավոր կտանեն պատիտակ կնստացնեն, որ Ալեն Սիմոնյանն ու Վահագ Ալեքսանյանը ձեռ առնեն։ Ինչ արդյունք պիտի տա։ Նույնը վերաբերում է մյուսներին, հա։ Վանեցյանը հայտարարում է. մենք առանձին գնում ենք մասնակցենք ընտրություններին։ Այ ախպեր ջան, եթե դու անցած անգամ հանրապետական հետ միասին գնացել եք, հավաքել եք 5.2%։ Հիմա այդ նշանակում է այդ 5.2-ի մեջ իրանք են, չէ՞, մաս ունեցել։ Այսինքն 2-ը իրան նայել է, 3.2-ը քեզ։ Հիմա 3.2-ով որ դու գնում ես ընտրությունների, 4% չես հավաքելու։ Իմաստը ո՞րն է դրան մասնակցելու։ Որովհետև եթե դու 4% չես հավաքում, քո օգտին քվեարկած ձայնը դառնում է Նիկոլի ձայն։ Ընտրական օրենսգիրքը այդ քվեները վերաբաշխում է, տանում է տալիս է ընտրություններում անցած քաղաքական ուժերի։ Դրա համար լավ է, որ դու քաղաքական գործիչներ եք, հայտ ունեցեք, սաղ լավ է։ Բայց ես ակնկալում եմ անկեղծ ասած, որ ինչ որ մի կետում, այնտեղ որտեղ պիտի գա ընտրական, այս մարդիկ իրատես գտնվեն, որ եթե իրանք առանձին վերցրած ոչ մեկը падգամավոր չի դառնա, որտեղ շեմ չի հաղթահարի։ Ես խորը կասկած ունեմ, որ եթե հիմա Ռոբերտ Քոչարյանը առանձին մասնակցի ընտրությունների 4% ձեն կհավաքի։ Ես թերահավատ եմ, որ այդքան կհավաքեն։ Բայց եթե դուք առանձին պիտի մասնակցեք падգամավոր չուն, ավելի լավ չի բոլորդ միասին ձեր ջանքերը դնեք, մեկ միասնական ընդդիմադիր դաշինք ստեղծեք, էլի չեմ ասում, եք կարող է հաղթեք։ Գոնե մի 30% ձայն ունենաք, գոնե մի 30 ֆունկցիոնալ падգամավոր լինի, այդան նստեն դրան շնչին։ Հակառակ դեպքում, պարզա չէ, որ են եվրոները, տեսան բոլորը միասին այդ հակառուսական ուժերը հավաքվելու են մի հատ դաշինք ստեղծեն, դրանց Նիկոլը անցկացնելու է։ Մի շատ ձայն չի տա, բայց մի 7% կտա դրանց։ Ու դրանք բերելու է, ու դառնելու է այս
Մյուսների հաշվին, եթե սրանք այս ընդդիմադիր դաշտի մեր հարգարժան ընկերները միասին հանդես գալու մոտեցում չցուցաբերեն, սաղ էլ քաշվելու են։ Սաղ, ու դրանով նաև մեզ են քաշելու։ Ուրեմն ընդունելություններ ազգային ժողովում, գիտեք, որ ես իմ վճռանկախ դրանից սրանք ինչ վերաբերմունք են ցուցաբերում, գնացել եմ բոլոր ընդունելություններին, ինձ չի ընդունել Սարգիս Խանդանյանը, ու այդ ընդունելությունները մի հատ ձեռքբերում էլ ունենք, սիրելի հայրենակիցներ, որ բացահայտումներ ենք անում։ Օրինակ ասենք, ես չգիտեի էլի, որ ազգային ժողովում կա Տաթևիկ Գասպարյան անուն ազգանունով падգամավոր ԿՊ-ից, կամ Լիլիթ Կիրակոսյան։ Գնում եմ ընդունելության, այդ ազգային ժողովի այդ աղջիկը, այդ քաղաքացիներում կարծում եմ, պարոն Ղազարյան, Լիլիթ Կիրակոսյանը ձեզ չի ուզում ընդունել։ Ասում եմ, Լիլիթ Կիրակոսյանն ով է։ Լիլիթ Կիրակոսյանը չի պիտի ընդունի, պիտի падգամավոր ընդունի։ Բայց ասում եմ, Լիլիթ Կիրակոսյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր, մեղաքետ է։ Արա, ասենք ինպես մարդը, որ ամեն օրվա լրահոսին է հետևում, վերլուծություններ անում, ելույթներով անդը, ասեմ, ամենայն անկեղծությամբ եմ ասում, ես չեմ իմացել, որ պարլամենտում կա Լիլիթ Կիրակոսյան անուն ազգանով падգամավոր։ Մեկ հիմա ասենք ինձ այս պահին այսքան մարդ լսում է, կարող է մի 10-20 հազար մարդ տարբեր YouTube-յան ալիքներով բաներով։ Ես խնդրում եմ, էլի մեկը անկեղծորեն ձեր մտքի մեջ մտած այսքան ժամանակ մեկը լսել եք ազգային ժողովի падգամավոր Լիլիթ Կիրակոսյանի, որ ելույթ ունենա, հարց տա, այդ միտեղ հարցազրույցի բան։ Տաթևիկ Գասպարյան։ Բան այդ նկարները նայում ես, այ մարդ, այսքանից, իսկ անց է գեշ են։ Այս Լիլիթ Կիրակոսյան օրինակ, որ ասին չի գա, հետո մտա նկարը նայած, լավա չի եկի, այ մարդ, ես դրան ցերեկով տնամ սրտաճակ կլեմ։ Հələ լավա ասում ես չի եկի, բայց կան իրանք, դες մարդիկ կան էլի փաստորեն։ Վախենում են սրանք իմ այդ հանդիպումներից, բայց ճար չունեն։ Հիմա օրինակ եկող շաբաթ վաղը ժամը 2-ին Ռուբեն Ռուբինյան, իր հերթն է։ Ես գնալու եմ ազգային ժողով, բայց ինչ եմ խնդրում ես հիմա մեր ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների падգամավորներին։ 34 падգամավոր կա։ 34-ին էլ վաղը ժամը 2-ին հրավիրում եմ ազգային ժողովի ընդունարան։ Ես ընդեղ եմ ելնելու։ Ասենք, պարզա, իմ համար պարզա ինչ ալելու։ Այդ աղջիկը գալու ազգային ժողովի, ասի պարոն Ղազարյան, Ռուբեն Ռուբինյանը հրաժարվում է ձեզ ընդունել։ Ես հարցնելու եմ, մենակ ինձ է հրաժարվում, թե ոչ, մենակ ձեզ։ Էդի ասելու է գնա։ Ոնց որ մինչև հիմա Ռուբինյանին արդեն 4-րդ անգամ։ Հիմա պատկերացրեք, եթե ընդունարանում իմ հետ միասին կանգնած են ընդդիմադիր խմբակցության, լավ ասենք 4-ը տարբեր պատճառներով չեն կարացիկում։ 30 падգամավոր, ազգային ժողովի падգամավոր։ Նրանք իրավունք ունեն, չէ՞ ի տարբերությունից, ասեն գնան այդ դռնից ներս, մտնեն Ռուբինյանի կաբինե, այդ որտեղ որ ինքը ընդունելություն անում, ասեն էլ եմ վեր կացել է։ Այսինքն ո՞ց դու չես ընդունում։ Դու չես հայտարարել ընդունելություն։ Օրը, ժամը դու չես ֆիքսել, հա։ Քաղաքացին գրանցվել է, եկել է, չէ՞։ Այսինքն ո՞չ չես ընդունում։ Ստիպեն, որ նա ինձ ընդունի, թե ես Ռուբինյանի հետ ինչ կխոսեմ, եթե պիտի մամուլի առաջելի բնականաբար, ինչ հարցեր կդնեմ, ինչ այդ արդեն զրույցը ցույց կտա, բայց իրանք պիտի ինձ օգնեն, որ այդ հանդիպումները կայանա։ Հələ այսքան ժամանակ արդեն 4-րդ ամիսն է, ես մայիս ամսից գնում եմ ընդունելություն, ամառ 2 ամիս չեն արել ընդունելություն։ Մայիսը, հունիսը, սեպտեմբերը, այս էլ հոկտեմբերն է։ 4-րդ ամիսն է ես գնում եմ ազգային ժողով ընդունելությունների, ոչ մի ընդդիմադիր падգամավոր չի եկել ինձ տիրություն անի։ Գիտեք, չէ՞ որ Էդգարը գնալու է, ԿՊ-ները չեն ընդունելու։ Ոչ մեկը չի գալի ինձ օգնի։ Սա էլ անելու բան չի էլի։ Ես ակնկալում եմ, որ վաղը մեր падգամավորները գան, կազմակերպեն իմ հանդիպումը Ռուբինյանի հետ։ Վերցնեն ձեռից, ասեն ոստիկաններին, ասեն մենք ենք այս մարդու մտցնում շենք, գործ ունեք դուք։ Տանեն նստացնեն Ռուբինյանի դեմ, կամ այդ Ռուբինյանին վերցեն բերեն։ Որ Ռուբինյանին ոչ մորթելու ենք, ոչ ծեծելու ենք, ոչ Ալեննա հետները սլելու, որ թքի վերեն։ Օրինակ ասենք, թե Ալեն Սիմոնյանը հետը սլնի, կարա Ռուբինյանը մտածի, անհանգստանա, ասի այ մարդ, էլ եմ գնամ Ալեննա, էլի մեկ է տեսար թքես վերես։ Մեր պարագայում բացառվում է։ Դրան որ ծեծել է, ոչ թքել է, ոչ որևէ ուրիշ բան։ Մնում է հանդիպում ելնի։ Ես աջակցության կարիք ունեմ մեր падգամավորներից այդ հարցում։
Այս անցնող շաբաթվա ընթացքում հերթական դատական նիստը տեղ ունեցավ Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների, ստեղ մի դրական լուր ստացվեց, որ մի շարք մեր գործընկերների, հանիրավի մեղադրվող մեր գործընկերների խափամա միջոցները փոխվել տնային կալանքի, Բագրատ Սրբազանի պարագայում էլ նրա այցելությունների սահմանափակումներն են հանվել, այսինքն եթե մինչ այդ որևէ մեկը չէր կարող այցելել Սրբազանին բացի փաստաբանից, հիմա նրա այդ հանդիպումների այդ սահմանափակումը հանվել է։ Բայց միևնույն դատական process-ը շարունակվում է եւ ոնց որ հասկանում եմ, սա անվերջանալի process ալելու, մեր աշկին սովորացնելու են, որ Միքայել Սրբազանը արդեն դատապարտվել է, 2 տարի պիտի նստի բանտ, եւ Բագրատ Սրբազանի պարագայում էլ է պարզ, որ այդպես որոշում են կայացնելու, բայց դատա process-ը երկար է տալու է։ Եվ այս շաբաթվա ընթացքում նաեւ կալանավորվեց զոհված զինծառայողների, ավելի շուտ անհետ կորած զինծառայողների հարազատներն էին բողոքի ակցիա կազմակերպել Պաշտպանության նախարարության շենքի մոտ եւ նրանց հարազատներից, ծնողներից Արսեն Ղուկասյանը եւ Ապիջան Սարգսյանը ձերբակալվել են, Արսեն Ղուկասյանը նաեւ ունենալով անհամատեղելի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, նաեւ կալանավորվել է եւ այդ մասին տեղեկություններ տարածել փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Այսինքն այն մարդիկ զով անհետ կորած զինծառայողներ էլ, այսինքն նրանց հարազատները այս քանի տարի 20 թվից այդ Արսենին բոլորս ճանաչում ենք, այդ իր ողի եթերներից են, վատ Ղարաբաղ էր գնում, ազնվորեն այդ մարդիկ ընկած ընդամենը ուզում են տեղեկություն իրենց հարազատների մասին։ Ասում են այ մարդ, լավ, եթե մարդը մահացել է, գոնե նրա մասունքները իդենտիֆիկացեք, գտեք, տվեք, տանեք, գերեզման ունենան այդ մարդիկ։ Ուրեմն հերիք չի նրանց հարցերով ոչ մեկ չի զբաղվում, ոչ ՊՆ-ում, ոչ ԱԱՑ-ում, ոչ միտեղ, ոչ մի լուր չունեն 5 տարի անց է, հետն այդ բողոքի գործողություն անող մարդուն, ասում են դավայ, արդեն լավ, շատ բողոքեցիր, կալանք։ Այս շաբաթվա ընթացքում մի հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ ազգային ժողովում, պատվաստում են տարել են, ես էսի կարևոր թեմա է, էլի պիտի ասեմ, չնայած իմ հարցազրույցներում ասել եմ, մարդը երբ որ հիվանդ է, ասենք ինքը պատվաստում պիտի ստանա, չգիտեմ, վիրուսով է հիվանդ, դա անձնական գաղտնիք է, օրենքով պաշտպանված։ Կա նաև բժշկական գաղտնիք, որը լրացուցիչ է պաշտպանում։ Ու ասենք, եթե մարդը պիտի հիվանդություն ունի կամ հիվանդության դեմ պատվաստում է, նորմալ օրինաչափ երևույթը հետևյալն է, մարդը գնում է իր տարածքային պոլիկլինիկա, այնտեղ կան բժշկական անհրաժեշտ պայմաններ, ստերիլ միջավայր, նորմալ մթնոլորտ, աշխատանքային գործիքներ, մարդը անհրաժեշտ պատվաստումը ստանում է պոլիկլինիկայից ու գնում է տուն։ Որ բժիշկն է գնում, եթե դա շտապօգնություն չի, անհետաձգելի Էդի հիմնականում անասնաբուժության ոլորտում է այդպես ընդունված։ Ասենք օրինակ կովերին ֆերմայի, նկարա ֆերմայի մի 70-69 կովը լինի ենթադրին։ Այդ 69 կովը չեն քշում տանում անասնաբուժական կայան, որպեսզի պատվաստվեն։ Անասնաբուժը գործիքները հավաքում է, այդտեղ ֆերմա, երթով բոլորին էլ պատվաստում է ու դա ներկայացնելը լավ, այսինքն քաղաքացիները, սպառողները գիտեն, որ այս ֆերմայի անասունները պատվաստված են։ Դրա միսը վնասված չի, կարելի, բայց ասենք որ անասնաբուժը չեմ անում, անասնաբուժը դժվար անասնաբուժը լեին, իշտեմա բժիշկ են, բուժքույրներ են։ Գործիքները վերցան այդան ազգային ժողովում, Հայկ Կոնջորյանին պատվաստեն, Արթուր Հովհաննիսյանի դա անթույլ, ասենք եթե նույնիսկ անում եմ, ցույց չտան այդ ամեն ինչը։ Այսինքն իմաստը որն է, ասենք հիմա մենք իմացանք, որ Արթուր Հովհաննիսյանն իր այդ հայացքով նստած, հետո մարդիկ կան, որ ասենք դրանց ինչի է կարևոր որ նա խմած չլինի, ասենք թմրանյութ օգտագործած չլինի, այդ դեպքում պիտի պատվաստում ստա։ Հիմա Արթուր Հովհաննիսյանի դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ նա ընդ օրգանիզմը մաքուր է, պատրաստ է ընդունելու այդ բան։ Այսինքն անասուններին պատվաստում եք, դրանց են չեք տարել պատվաստում նկարում գցում ինտերնետ, ես տենց էլ ոչ մի ձևի չհասկացա։
Այսքանը թերևս այս շաբաթվա հիմնական իրադարձությունների վերաբերյալ մեզ սպասում է նաև բավականին ակտիվ միջոցառումներով շաբաթ 42-րդ շաբաթը, որի արդյունքները ես ձեզ կներկայացնեմ շաբաթվա վերջին։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության եւ ժամանակի համար, լավ եղեք, հաջողություն։